Սուրաքամիջոս։ Ողջույն բոլորին։ Սիրելի հետևորդներ, այսօր պատրաստելու ենք մի շատ հետաքրքիր ու շատերիդ համար անծանոթ բաղադրատոմսով պանիր։ Որոշեցի, որ այս անգամ էլ պատրաստեմ յուրահատուկ բաղադրատոմսով, որպեսզի շատերիդ դուր գա։ Հիմա, քանի որ ես աշխատանքի եմ եղել, կաթը դրել եմ սառնարան, որ չթթվի ու նոր գնացել եմ աշխատանքի։ Հենց նոր եկա, մի կտոր բան կերա ու ասեցի լավ անցնեմ իմ կաթի գործին։ Ասելու եք էդ ինչ ես անում։ Ուզում եմ պաղարճել թխեմ։ Ու ռեժանով պաղարջը դե իհարկե ովքեր համտեսած են, ովքեր որ փորձած են, գիտեն որ պաղարջը պիտի լինի ռեժանով, որ այն համ ու հոտն ունենա, ինչը որ պիտի ունենա։ Իսկ առհասարակ պանիրի երեսը չենք քաշում, կամ եթե քաշելուն մնա մի անգամից են կաթը զտելու մեքենայով, որին ասում ենք սեպերատոր, նրանով զտում ենք։ Ասեմ, որ այդ մասին անպայման մի հատ լավ հոլովակ եմ նկարելու։ Այսքանը ու կարող ենք, եթե ռեժանի համար չենք քաշում, որ ռեժան ուտենք, կարանք մի քիչ կաթնալի քաշենք, կաթը հետը կարանք քաշենք, որովհետև բաղարջը հենց ինքը կոչվում է կաթնահունց։ Չնայած ես որ պատրաստում եմ մածունով, հետևորդներ ունեմ, որ շատ բարկացած ասում են, ոնց հնարավոր է բաղարջն առանց կաթի թխել։ Այդ դառավ բաղարջ, բա տենց բաղարջ կլինի։ Դե հիմա ով ոնց թխում է թող թխի, ում ոնց դուր է գալիս, թող այնպես էլ անի։ Էս ռեժանս։ Էս էլ հիմիկվա կաթը։ Որ չավելան այնքան լավ կլի։ Լավ պրծանք։ Սիրելի հետևորդներ, պատրաստելու եմ կանաչիով պանիր։ Հիմնականում կանաչիներով պանիրները սարքում եւ պահում են հորած, ու անունն էլ ինչպես շատերից ծանոթ է, ասում են հորած պանիր։ Բայց ես կպատրաստեմ պանիր առանց հորելու, որովհետև հորելու գործընթացը ավելի երկար է, հնարավոր է մոտ ապագայում հորելով եւս պատրաստեմ, լցնում են պուլիկների մեջ, կարասների մեջ, այդպես բերանը պինդ կապում են սկզբից կտորով, հետո որևէ պոլիէթիլենային թաղանթով, որպեսզի ուրիշ համ ու հոտ չանցնի պանրի մեջ, այդպես չգիտեմ ինչքան են պահում, մի խոսքով ես այդ մասին չեմ խոսում, որովհետև լավ տեղեկացված չեմ, եթե պատրաստելիս լինեմ անպայման մի լավ կուսումնասիրեմ, նոր կպատրաստեմ։ Հիմա ինչա մեզ պետք անել։ Կաթը տաքանում է այնքան, մինչև համարյա թե երեսին ուզենա սեր բռնի։ Հիմա շատերը կասեն, չէ, պանիր սարքելու կաթը պիտի լինի այսքան աստիճան։ Ես ոչ մի անգամ ջերմաչափ, սննդային ջերմաչափեր չեմ օգտագործել, այն որ ասում են մտնակյոլ, այդպես, բայց մի քիչ շատ քիչ տաքը ավելի լավ է։ Ասեմ նույնիսկ այսպես ամառվա օրերին, սկեսուրս կամ իմ հորանք, մամաս, տատիկս, որ կաթը պանիր են սարքում, դե քանի որ շատ շոկ է լինում, էլ կաթը չեն տաքացնում, կթեցին, քամեցին, լցրին կաթսայի մեջ, մի անգամից այդպես մայեն գցում են։ Մայեն ինչն է, էսա կանաչի սպիրեմ, համ մաքրեմ, համ ասեմ։ Տա-դա-դա-դա, արդեն բույրից կարելի է արփել, ժողովուրդ։ Տեսեք ես ինչա։ Ուրցա, արփելու աստիճան անուշաբույր, որով մենք պատրաստելու ենք պանիր, որը ունենալու է անմահական համ, որովհետև տնական կաթը, մեր սարերից հավաքած ուրցա, սկեսուրս է հավաքելի միջայլոց, ու ինչպես կարող են այդ երկու բնական մեր հող ու ջրից հավաքած ուրց, մեր տնական կաթ իրար խառնելով ինչպես կարելի է չստանալ շատ համով պանիր, բացառվում է ուղղակի։ Հիմա ես ինչ պիտի անեմ, մեզ պետք են ուրցի, նայեք,
Այսպես է լինում, ես հեռացնելու եմ նրա վրայի տերևները, չոփը, այսպես պոչը թափելու եմ, իսկ մնացածը խառնելու եմ պանրի զանգվածին։ Գնացինք։ Սիրելի հետևորդներ, կաթս արդեն տաքացել է, նույնիսկ ուրցը մաքրելով ընկա ու մի փոքր շատ է տաքացել։ Ահա, անջատեցի գազը։ Հիմա ավելացնում եմ մայա։ Շատերը կասեն մայեն ինչ է։ Հիմա ասեմ թե ինչ է։ Մի շերեփ այսքան կաթին։ Ինչքան է։ Տեսա աչքաչափով է։ Ընդհանրապես տուփի վրա գրված է, որ մի տուփը 100 լիտր կաթի համար է, բայց սպանես մի տուփով 100 լիտր կաթ չես կարա պանիր սարքես։ Դա ձեզ վստահեցնում եմ։ Երկու տուփը, փոքրիկ տուփերա լցնում եմ 2 լիտրանոց տարայի մեջ։ Ջուր եմ ավելացնում, շատերն ավելացնում են մի քիչ աղ, մի քիչ շաքարավազ ու լավ թափահարում ենք, այդպես դարձավ մայա։ Ասեմ, որ սա շշի մեջ հենց հնանում է, իր ազդեցությունը կորցնում է ու չի կարող այլ պանիր սարքել։ Արտաքինից տեսքը ուղղակի ջրի տեսք ունի, մի քիչ մուկ, մի քիչ շիճուկա նման, պղտորված։ Այսպես մի լավ խառնում ենք կաթը, կափարիչն էլ փակեմ, շերեփը մեջից անեմ։ Ու մինչև ես բավականաչափ ուրց կմաքրեմ, մինչև ես բավականաչափ ուրցը կմաքրեմ, այսքանն արդեն մաքրել եմ, բայց սա այսքան պանիրի համար շատ քիչ է, դենա սարքում ենք սարքում էլի, տեղենք ոչ, լիքը լցնենք, որ ավելի համով ու օգտակար վիտամիններ պարունակեն։ Շարունակեմ մաքրել։ Սիրելի հետևորդներ, այսքան ուրցը երևի թե բավական է։ Կարծում եմ բոլորդ էլ գիտեք, կամ եթե ոչ բոլորդ, ապա շատերդ գիտեք, թե ինչքան շատ դրական հատկություններ ունի ուրցը, նամանավանդ ճնշման համար, ովքեր ճնշում ունեն, բարձր ճնշում ունեն, կարող են ամեն օր մի բաժակ թեյ խմել ուրցով ու ամեն ինչ լավ կլինի ու բացի թեյ խմելը, ասում են ուրցից փոքր բարձ եք սարքում, շատ փուջուրիկ, այնքան որ գլխի տակ տեղավորվի ու քնում եք այդ բարձի վրա։ Այնպես չի նորմալ ճնշում ունեցողների ճնշումը կիչնի ու իրենց վատ կզգան։ Շատ թարմ, առողջ ու բարձր տրամադրությամբ զարթնում են քնից։ Սիրելի հետևորդներ, թեյից խոսեցինք, հիշեցի, ուրեմն մի անգամ Երևանում էի, գնացել էի, որ ապրանք ունեի վերցնելու, այնտեղ մի պապիկ մոտեցավ, հեռվից տեսել ճանաչել էր, մոտեցավ, բարևեց, ասեց, որ տեսել է, որ ես եմ հենց այդ պատճառով մեքենայից իջել, մոտեցել է ինձ, ես էլ մի տեսակ անսովոր էր, որ Երևանում այդպես պատահական փողոցում ինչ որ մեկը կճանաչի, մի քիչ անկապ եմ խոսացել այդ պապիկի հետ, անունն էլ նույնիսկ չեմ հիշում։ Հրավիրեց ինձ իրենց տուն, ասաց, որ միշտ նայում են հոլովակները, ուզում էր ինձ ինչ-որ մի կերպ լավություն անի, բայց քանի որ ինչպես միշտ մենք մեր ժամանակը հաշված է, ժամանակ չունեի, թե չէ մեծ սիրով կգնայի, հիմա խոսքս ուղղում եմ այդ պապիկին, ով հարցրեց չամանի մասին, չայի չամանի մասին, որը որ դաշտերից ենք հավաքում, այն բաստուրմի չամանի մասին չի խոսքը։ Ասեց, որ իրանք էլ գյուղից են ու չեն իմացել այդ բույսի մասին, ինչ տեսք ունի, ինչպիսին նա իրենք էլ կուզեն օգտագործեն, ես էլ հա, մի անգամ ցույց կտամ կտեսնեք, խելքս չկտրեց, որ ասեմ, այ պապի ջան, համար տուր, ինչ որ մեկի հետ, ես մի քանի ճյուղ կուղարկեմ, դուք կծանոթանաք այդ բույսին, դրա թեյն էլ կխմեք ու եթե հավանեք, հաստատ ձեր կողմերում էլ կլինի, կգտնեք ու կհավաքեք։ Հիմա կարծում եմ, որ եթե հետևել են հոլովակներից, այս հոլովակը եւս տեսնում են, եթե տեսնում եք, մեկնաբանություններում գրեք ձեր հեռախոսը համար կամ որևէ ցանցի հղում տեղադրեք, ես անպայման կկապնվեմ ձեր հետ ու մենք գալուց կամ ինչ որ մի ծանոթ մեքենա Երևան ուղարկելու գալուց հետը մի քանի թև չաման կուղարկեմ։ Այս խլամս հավաքեմ ու երևի թե արդեն պանիրս առել է։ Այդպես ենք ասում, եթե կպնում է, ուրեմն առել է։
Այս զանգվածին էլ մենք ասում ենք ղզնդիբի։ Ընդհանրապես այն ժամանակ հիշում եմ տատիկս, որը սկզբից բացում էր, մի հատ այսպես խաչ ու այսպես, այսպես խաչ էր անում, ուզի ասեմ խաչ ու փաչ էր անում։ Բայց քանի որ ես վռազում եմ, ու տեսեք արդեն շիճուկն առանձնանում է, այսպես, սա։ Սիրելի հետևորդներ, այս շիճուկն էլ օգտակար հատկություններ շատ ունի ու բացի շիճուկը, այս զանգվածը, որ հիմա ցույց եմ տալիս ձեզ, այսինքն այս պանիր չդարձած դեռ այս զանգվածը շատ առողջարար է։ Հիշում եմ, մենք երեխա ժամանակ, որ սարում շատ էինք մնում, ամեն առավոտ տատիկս պանիր սարքելուց բոլորիս մի թասիկ տալիս էր, ուտում էինք ու ասում էին, որ աղիներին, ստամոքսին շատ լավ է։ Ջիջվաթափություն էլ է առաջացնում, եթե չեմ սխալվում։ Չգիտեմ, որքանով է ճիշտ։ Տեսեք, արդեն են կիսով չափ շիճուկը դուրս եկավ, այս էլ մի լավ խառնում ենք։ Որ շատ տաք ժամանակ ենք մայեն գցում, այն ջրիկ զանգվածը ավելացնում, որ սա պանիր սարքենք, ժողովուրդ պանիրը, եթե շատ տաք ժամանակ ենք լցնում, պանիրը ինչքան ուզում է յուղոտ կաթ լինի, ոնց որ զտած պանիր, այդպես պինդ է ստացվում, ռեզինա նման է ստացվում, ուտելիս ատամի տակ ճռճռում է, ինչպես ռեզինը կճռճռա, այդպես, իսկ շատ սառը վիճակում, որ պանիր ենք փորձում սարքենք, այդպես էլ համարյա թե մի օր է պետք գալիս, որ ամբողջությամբ շիճուկն առանձնացնենք, կամ եթե լցնում ենք արդեն ֆորմաների մեջ, որ պիտի այս առանձնանա, պնդանա, որ ֆորմայից հանենք, ժողովուրդ այնտեղ էլ ուշ է պնդանում, շիճուկը սարչում է այս զանգվածի մեջ ու չի առանձնանում, այդպես էլ է դժվար, մի խոսքով ամեն ինչ իր ժամանակին։ Սա այստեղ, սա էլ այստեղ։ Կացայից հանեմ պանիրս։ Ապրես, ապրես։ Կանաչին արդեն չորացել է, պանիրը բավականաչափ այսքան էլ զգուշարել եմ, էլի պոչերից անցել է։ Ուղղակի սիրուն չի լինի, այնպես չի, որ պա, չէ, չի կարելի պոչը անցել, չէ, ուղղակի պանիրի մեջ այդպես մի քիչ չոր պոչերը տգեղ կնայվի։ Ինձ թվում էր կանաչին քիչ է, բայց ընդհակառակը։ Ես կասեի մի քիչ էլ շատ է։ Թող ինձ ներեն բոլորը, ձեռքով պիտի անեմ այսպես։ Մի լավ խառնում ենք, եւ պանիրի կտորներն ենք մանրացնում ձեռքով։ Եվ ավելի մի խոսքով համասեր զանգված է ստացվում ու մի կտոր չի մնում, որ կանաչիոտ չլինի։ Մի կտորը պանիր մնա, միայն պանիր, մի կտորը կանաչի լինի մենակ։ Այսպես հավասարաչափ է տարածվում, ինչքան ուզում ա գտալով ուզենաս խառնես չի ստացվում։
Այս նույնը սարքում են նաև թարխունով, բայց ես թարխունովը կպատրաստեմ ոչ ֆորմայի մեջ, ավելի հետաքրքիր տարբերակով ու կարծում եմ այն էլ ձեզ դուր կգա, էս էլ։ Ես այսպես որոշել եմ սարքեմ, այնպես չի, որ սա հատուկ բաղադրատոմս է կամ չգիտեմ ինչեր է էլի, ես ձեզ ներկայացնում եմ իմ տարբերակը, գիտեմ, որ շատերն ասելու են, բա այդպես են պատրաստում, բա պիտի հորես, բա պիտի այսպես, բա պիտի այնպես։ Գիտեմ, որ ամեն տարածաշրջան իր օրենքները ունի, իր պատրաստման բաղադրատոմսերն ունի, բայց անընդհատ չկրկնվելու համար, անընդհատ նոր բան բերելու համար կարելի է նաև այսպես փորձել։ Կարանք այսպես մի քիչ աղ ցանենք, կարանք չցանենք, բայց բիրեք ես ցանեմ։ Մեկա սովորական պանիրը ու այս վիճակում աղ չենք ցանում, ուղղակի որ սա կանաչիներ է խառնված հետը, կանաչի է խառնված հետը, որպեսզի աղն էլ հավասարաչափ լավ համ ու հոտ տա ու մի շաբաթ չսպասենք, որ պանիրը աղուտի նոր համ տեսենք, այ այսպես էլ մի հատ էլ շատ քիչ աղով ենք խառնում ու լցնում ենք հատուկ ձևամանի մեջ, ֆորմի մեջ։ Ձեռքով մի լավ սխմում ենք, որ արդեն կպչի իրարից, որովհետև պիտի տեսք ստանա, թե չէ պանիրը։ Հենվաղ պապիկս երկաթից ձևամաններ էր սարքել, ֆորմայք էր սարքել ու մեխով էլ այդպես անցք էր բացել, ամեն ինչ հիմիկվա նման չէր ճարվում էլի։ Սաղ սարի հիմար պապիկս էր սարքել այդ ամաններից։ Յուրաքանչյուր ամանի վերևից էլ իր չափով, այսպես բռնիչով, սեղմելու հարմարանք էր սարքել, էլի ժեշտից, դնում էինք վրեն ու սխմում այդ մեխի ծակած անցքերից, շիճուկը թափվում էր։ Սիրելի հետևորդներ, ստացվեց այս տեսքի պանիր, թողնելու ենք այսպես, որպեսզի ինքը ամբողջությամբ կպչի իրարից, ֆիքսվի, ստացվի ամբողջական մի գլուխ պանիր ու արդեն իրիկունը ժամը 6-ն է գրեթե, քնելուց առաջ ֆորմայից կհանեմ, որևէ թասի մեջ, լավ աղի մեջ շաղախում եմ, այդպես թողնում եմ ու հնարավոր է սա չհասնի նկուղ ընդհանուր պանիրների աման, որովհետև շատ հետաքրքիր ու շատ ավելի համով է լինում։ Այսպես աղի մեջ շաղախենք, կարող ենք 2 օր այդպես պահել ու կտրել, համտեսել, կամ էլ հետա կտանեմ, կգցեմ պանիրների մոտ, եթե մի շաբաթ սա աղ ուտի, սրա համի էլ պանիր չի լիլ։ Անուշ բուրում է ուրցի ու պանիրի հետ հոտով ախորժակ է բացում։ Իսկ վերջում, այսինքն համտեսման համար հիմա կասեք, բա մի հատ կտրեիր, համտեսեիր, դե հիմա չի լինի, հոլովակն էլ մի քանի օր պահենք, որ համտեսը նկարենք, սիրտս կճաքի, էլ չեմ կարա, բայց հաջորդ ովքեր որ հիմնական հետևորդներ են, հաջորդ հոլովակներում անպայման սրա համտեսից մի հատված կտեսնեն, իսկ ովքեր նոր միացան ալիքից, բաժանորդագրվում ենք, լայքում ենք հոլովակները եւ գրում ենք մեկնաբանություններ։ Չենք մոռանում բաժանորդագրվել նաեւ Իմբալի Հրաչիս ալիքին, как живется в Շամշադինե ու կարոտի թևին ալիքին, որոնց հղումները եւս ապիսանյա բաժնում կգտնեք ու ընթացքում այս հոլովակը նայելու ընթացքում, եթե հեռախոսով եք նայում, հեռուստացույցով չի բերում։ Վերևի անկյունում անընդհատ հոլովակի հղումներ են բերում, որ վրան սեղմեք, կբացի ձեր ցանկացած ձեր որ հոլովակի անունի վրա որ սեղմել եք այդ հոլովակը, կարող եք նայել այնտեղ։ Ընթացքում, որպեսզի չփոխեք հոլովակը, վերջում էլ սեղմեք այնտեղ, կբերի ամբողջական ցանկը, ինչքան որ հոլովակի ընթացքում բերել է, կընտրեք ցանկացածը ու կարող եք նայել նրանք։ Սիրում եմ բոլորիդ, իսկ ես երևի թե մտածեմ էլ ինչ պիտի անեմ, էլ ինչ համով բան պիտի սարքեմ, էլ ուր պիտի գնամ, էլ ինչքան սիրուն հոլովակներ նկարեմ, որ գոհացնեմ թե ձեզ, թե ես ինձ լավ զգամ ու ինչքան հնարավոր է շուտ դառնանք 100,000։ Մնացեք բարով։